Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ։ Գործադիրից հայտնել են, թե կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ եւ փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Հիշեցնենք, որ Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Իրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը, տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։ 7,2 կիլոմետր երկարությամբ թունելը Կովկասյան տարածաշրջանում իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագիծն է եւ հանդիսանում է հյուսիս-հարավ միջանցքի մի մասը։ Շինարարության ավարտից հետո Իրանը ավելի կարճ հասանելիություն կստանա Սևծովյան տարածաշրջանին, ասվում է դեսպանության հայտարարության մեջ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականին էլեկտրոմոբիլների ներմուծման համար ստացել է լրացուցիչ 5000 միավորի քվոտա, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Դրանց ներմուծման դեպքում կգործի մաքսատուրքի զրոյական դրույքաչափը, մինչև այս դիլերների եւ ֆիզիկական անձանց համար հասանելի էր մնացել շուրջ 1900 էլեկտրոմոբիլի քվոտա։ Լրացուցիչ խմբաքանակի տրամադրմամբ Հայաստանի 2026 թվականի ընդհանուր անմաքս քվոտան հասել է 20000 էլեկտրոմոբիլի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշման Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել 3 անձ։ Պարզվել է, որ բուժառուները այդ օրը Երևանի բար ռեստորաններից մեկում կերել են հավի եւ բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսարաղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր։ Արձագանքելով հաղորդագրությանը տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է սկսվել բար ռեստորանում եւ արկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության։ Միներալնիեվոդի քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայողները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան, գրում է 10-ը, հղում անելով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը։ 29-ամյա ռուս տղամարդը փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել գումարը, նրա ձեռքի ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են 5 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ ընդհանուր եղել է 16 միլիոն ռուբլի։ Երիտասարդը բացատրել է, թե գումարը նախատեսված է եղել Հայաստանում մեքենաներ գնելու համար։ Դրամական միջոցները առգրավել եւ տեղադրվել են իրեղեն ապացույցների պահպանման պահարանում։ Հետաքննություններ շարունակվում է, ասվում է հաղորդագրությունում։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գայի պողոտա Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են Կիան եւ Հոնգչին։ Ֆոտոլրագրող Շամշյանը դեպքի վայրից փոխանցում է, որ վթարի հետևանքով Կիան կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում եւ տեղում մահացել է։ Նրա մարմինը դուրս բերելու համար ժամանել են փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել եւ ընկել է կայանված մեկ այլ Կիայի վրա։ Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դիլիջանում աշակերտների եւ ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար։ Դիլիջան համայնքի ավականու արտահերթ նիստում են որոշումը ընդունել։ Համայնքի տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտների եւ ուսանողների ներհամայնքային ուղևորափոխադրումների վճարների համար կիրառել զրոյական դրույքաչափ։ Այն ուժի մեջ կմտնի արդեն նոր ուսումնական տարեսկզբից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։